Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես որպես պաշտպանության նախարար ասում եմ, այդ ձևաչափը տարածքներ խաղաղության դիմաց։ Ես այսօր վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում։ Նոր պատերազմ, նոր տարածքներ։ Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ եւ նա կարող է լինել մեր հյուրը։ Ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։ (2020 թվական սեպտեմբերի 27) Արցախի 44-օրյա պատերազմն սկսվեց վաղ առավոտյան ժամը 7:10-ին։ Ադրբեջանը խախտեց հրադադարն ու հարձակում սկսեց սահմանի ամբողջ երկայնքով։ Թշնամու թիրախը ամբողջ Արցախն էր, քաղաքները, գյուղերը, բնակիչները, տարեց, կին ու երեխա։ Ստեփանակերտում ու Երևանում հայտարարվեց ռազմական դրություն։ Որևէ մեկը վեճ զոհավ, վեճ կորուստավ, վեճ վիրավորավ թող չուսահատվե։ Պատերազմն հայտարարավ, պատերազմը ստննականը։ Մեր պատիվը մեր հայրենիքի նկատմամբ, մեր պատիվը մեր սերունդների նկատմամբ պիտի կատարի։ Եկեք պայմանավորվենք մի բան։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում։ Արցախում եւ Հայաստանում հայտարարվեց զորահավաք, համախմբվեցին բոլորը, Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում։ Պատերազմի մեկնարկի հենց առաջին ժամերին արդեն կամավորական մի քանի ջոկատ Արցախում էր, առաջին գծում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից պարզ էր, Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում էր նաև Թուրքիան, մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով եւ վարձկան զինվորներով։ Մենք հաղթելու ենք, ես վստահ եմ, որ հաղթելու ենք։ Ես երբեք չի ասի այդ բան, եթե ես ինքս իմ մեջ վստահ չլինեի։ Սեպտեմբերի 28 Պատերազմի մեկնարկից 24 ժամ անց Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց. Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ գրանցել։ Թշնամին շարունակել է որոշ տեղերում գրոհել, որոնք հետ ենք մղել։ Ադրբեջանական բանակին, եթե անգամ հաջողվում էր առաջ գնալ, ապա մեծ դժվարությամբ, սակայն այդ դիմադրությունը ծանր կորուստների գնով էր։ Պաշտոնական տվյալով պատերազմի առաջին օրը զինված ուժերն առնվազն 58 զոհ եւ 100-ից ավելի վիրավոր ուներ։ Նրանց մի մասին արագ տեղափոխում էին Երևան, այդ թվում ուղղաթիռներով։ Ու մենք կհաղթենք, ու մենք անպայմանորեն կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք։ Որոշ դիրքեր հետ ենք վերցրել։ Լայնածավալ պատերազմի պարագայում դիրք վերցնել, դիրք տալ ժամանակավոր բնույթ է կրում։ Հոկտեմբերի 4 44-օրյա պատերազմի երկրորդ շաբաթն սկսվեց փոխադարձ հրթիռային հարվածներով։ Հոկտեմբերի 4-ի առավոտյան Արցախի 4-րդ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հայտարարեց. Գանձակի ռազմական օդանավակայանը հոդս ցնդեց։ Ադրբեջանը եւս ընդլայնում է հրթիռակոծության աշխարհագրությունը։ Նույն օրը Սմերջ կայանքներից հրթիռակոծվեց Շուշիի մշակույթի տունը, որի պատճառով զոհվեց 27 ոստիկան, տասնյակ իրավապահներ վիրավորվեցին։ Պատերազմի 8-րդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. գրավել են ջրականն ու շրջանի մի քանի գյուղեր։ Հոկտեմբերի 5
Վարչապետը հանդես եկավ Facebook-յան հերթական ուղերձով, մարտակոչով։ Սա մի նոր սարդարապատ է եւ մենք կողքի ուսի պետքա կանգնենք եւ մեր հակառակորդի ողնաշարը պետքա ջարդենք եւ մենք պետքա հաղթենք եւ ես հավատում եմ իմիջայլոց այսպիսի 10,000 տղա կա այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ եթե 10,000 տղաներից գոնե կեսը ներկայանա այս կոչինի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը։ Հոկտեմբերի 6 Փաշինյանն առաջին անգամ պատերազմի մեկնարկից ի վեր մեկնեց Արցախ, այցելեց հրամանատարական կետ զինվորականների հետ խորհրդակցության։ Հոկտեմբերի 8 Մարտերը թեժ էին եւ հարավային եւ հյուսիսային ուղություններում։ Իսկ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը զանգում էր առաջին գիծ ու փորձում զինվորների զգոնությունը։ Ձեզ հետ Հայաստանի վարչապետն է խոսում։ Ոնց եք եղել։ Լավ, բարքաս։ Ոնց են գործերը։ Լավ։ Իրավիճակը ոնց է։ Լավ։ 5-րդ պաշտպանական շրջան։ Հա։ Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Այ ապրես։ Ապրես շատ։ Ադրբեջանի 2 անգամ հրթիռակոծեց Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Երկրորդ հարվածի ժամանակ տեղում եղել են լրագրողներ ու փորձագետներ, որոնք նկարահանում էին առաջին հարվածի հետևանքները։ Նրանք նույնպես հայտնվում էին Ադրբեջանի թիրախում։ Ադրբեջանը հրթիռակոծեց նաև Շուշիի մզկիթի շրջակայքը։ 12 օր շարունակվող պատերազմի պատճառով զինված ուժերում զոհերի թիվը հասել էր 350-ի։ Հոկտեմբերի 9 Մեկնարկեց Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունը, որն ընդհատվել է մի քանի անգամ։ Մինչև այդ կեսգիշերի մոտ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրադադարի կոչ էր արել գերիների եւ զոհերի աճյունների փոխանակման համար։ Զոհերի թիվն արդեն հասել էր 376-ի։ Հոկտեմբերի 10 Ավելի քան 10 ժամ տևած հանդիպումից հետո կողմերը պայմանավորվեցին 72 ժամ հրադադար հաստատել։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից, սակայն 5 րոպե չանցած Ադրբեջանը խախտեց հրադադարն ու դարձյալ հարձակվեց մեր դիրքերի վրա։ Հոկտեմբերի 14 Պատերազմի 18-րդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մոսկովյան 3 ռադիոկայանների ղեկավարների հետ զրույցում հստակորեն ուրվագծեց այն ճանապարհային քարտեզը, որի իրագործումը հնարավոր կդարձնի պատերազմի դադարեցումը, որին սակայն դեմ էր պաշտոնական Երևանը, դեմ էր մինչև պատերազմը, դեմ էր պատերազմի առաջին օրերին, դեմ էր նաև պատերազմի 18-րդ օրը, երբ հարավային ճակատը որպես այդպիսին այլևս գոյություն չուներ։ Մենք մեր սուքը պետք է վերածենք ցասման, մեր մտավախությունները վճռականության, մեր կասկածները գործողության։ Մենք պիտի հաղթենք։ Հոկտեմբերի 16 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց Հադրութից, հաստատելով, որ քաղաքը գրավված է։ Իսկ հետո շրջանառեց Հադրութի բնակիչների 73-ամյա Բենիկ Հակոբյանի եւ 25-ամյա Յուրի Ադամյանի գնդակահարության տեսանյութը։ Հոկտեմբերի 18 Պատերազմը չէր ավարտվում, մարտերն ավելի թեժ էին, քան առաջին օրերին։ Ձեռք բերվեց հերթական հրադադարի համաձայնությունը։ Հոկտեմբերի 18-ին կեսգիշերից հաստատվեց մարդասիրական հրադադար, սակայն ժամը 7:20-ին թշնամին դարձյալ խախտեց հրադադարը, կիրառելով հրետանի։ Հոկտեմբերի 19 եւ 20 44-օրյա պատերազմի 4-րդ շաբաթն սկսվեց Բաքվի հայտարարություններով։ Հոկտեմբերի 19-ին եւ 20-ին հեռարձակված երկու տեսաուղերձներում Իլհամ Ալիևը հայտարարեց. գրավել են 37 բնակավայր, այդ թվում Կովսականը։ Հոկտեմբերի 20-ին արդեն հայկական կողմը հաղորդեց, որ թշնամին Կովսականի մատույցներում է, սակայն վստահեցրին, թշնամուն հակահարված է սպասվում։ Պատերազմի 24-րդ օրը հայ հանրության համար ավարտվեց այն համոզմամբ, որ երկար սպասված Բեկման շեմին ենք։ Հոկտեմբերի 25
Ադրբեջանը հայտարարեց եւս մեկ շրջկենտրոնի՝ Սանասարի գրավման մասին։ Նույն օրը Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ձեռք բերեցին հրադադարի մասին եւս մեկ համաձայնություն։ Այն, ինչպես եւ նախորդ երկուսը, մնաց թղթի վրա։ Առջևում էր պատերազմի 5-րդ նախավերջին շաբաթը, որի ընթացքում ադրբեջանական հարձակման հիմնական թիրախներից մեկը պիտի դառնար Բերձորի միջանցքը։ Դու ես հենց այն մարդը, որ այսօր պետք է վեր կենա գնա զենք վերցնի, գնա այդ մեր հերոս տղերքի կողքը կանգնի եւ կռի այն հաղթանակը, որը մեր նպատակն է։ Հայ ժողովուրդը պատրաստ է արդյոք փոխզիջումների։ Ես կարծում եմ, որ այո, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների։ Ես կարող եմ ասել, որ հայ ժողովուրդը նույնիսկ մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց արդյոք հայ ժողովուրդը պատրաստ է կապիտուլյացիայի։ Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի եւ հայ ժողովուրդը պետք է, ինչքան էլ սա անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների տրամաբանության մեջ, հայ ժողովուրդը պետք է ռեսուրսներ գտնի դիմակայելու եւ իր իրավունքները պաշտպանելու, ընդ որում իր իրավունքները պաշտպանելու։ Նիկոլ Փաշինյանի այս ելույթը հանրության վրա ծանր տպավորություն թողեց։ Մեկ ամիս շարունակ հաղթելու են կարգախոսի ներքո պայքարելուց հետո առնվազն 9 անգամ լսեցին կապիտուլյացիա բառը։ Սակայն սա ամենևին չփոխեց պաշտոնական Երևանի քաղաքականությունը։ Իրադրությունը սթափ գնահատելու միջազգային կոչերը հիմնականում անտեսում էին, իսկ առջևում 44-օրյա պատերազմի վերջին շաբաթն էր եւ դրա ամենաողբերգական դրվագը՝ Շուշիի անկումը։ Նոյեմբերի 6 Շուշիի շուրջ օղակը գնալով սեղմվում էր, սակայն պաշտոնական հայտարարություններն այլ բանի մասին էին։ Եթե 1992 թվականին մայիսի 8-ը նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, ապա անցնող օրերը հայոց պատմության մեջ կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։ Գյորբագյոր ռազմական գործողությունը հաջողությամբ շարունակվում է, նոյեմբերի 6-ին հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նոյեմբերի 8 Պատերազմի 44-րդ օրը սկսվեց Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանի վերածննդի հրապարակից ամենածանր լուսաբացի լուսանկարով եւ Բաքվի տոնական տեսանյութերով։ Տոնում էին Շուշիի գրավումը։ Պաշտոնական Երևանը լուռ էր, սակայն լռությունը կոտրեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը։ Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, իսկ հաջորդ գրառումն ամենացավոտն էր ու ամենադաժանը։ Ավարտվեց 44-օրյա պատերազմը, բայց ոչ այնպես, ինչպես ակնկալվում էր։ Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, անձամբ իմ եւ բոլորիս համար չափազանց ծանր որոշում եմ կայացրել։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը կեսգիշերն անց ժամը 1-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել։ Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար։ Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման վերածննդի դարաշրջանի մեկնարկը։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հանդես եկան հայտարարությամբ։ Ստորագրվեց եռակողմ համաձայնագիրը։ Կորցրինք Արցախի 75%-ը։ Գառնի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։